Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համենայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հոկտեմբերի 6-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ ասվում է, Սեբաստիան Լեկառնյուն իր հրաժարականի դիմումը ներկայացել է Էմանուել Մակրոնին, որն ընդունել է։ Ֆրանսիան փակ ուղում է հայտնվել, երբ անցյալ տարի Մակրոնը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների վրա է դրել ողջ խաղադրույքը, հույս ունենալով ամրապնդել իր իշխանությունը։ Այս քայլը հակառակ արդյունքի է հանգեցրել Մակրոնի հետ բարեկամության դաշինքին խորհրդարանում թողնելով փոքրամասնության մեջ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր կառավարություն է ձևավորել, փորձելով երկիրը դուրս բերել քաղաքական ճգնաժամից։ Իհարկե, մեզ համար շատ ցավալի է, որ Ֆրանսիայում լինի այսպիսի ճգնաժամային իրավիճակներ, որովհետև շատ լուրջ դերակատարություն ունի Ֆրանսիան աշխարհաքաղաքական նոր իրավիճակում, Եվրոպայում շատ ազդեցիկ դերակատարություն, այն աշճանի ծանրակշիռ, որ արդեն ասում ենք աշխարհում, ոչ թե միայն Եվրոպայում։ Մեր պետության հետ բարեկամ պետություն է եւ այդ պարագայում Էմանուել Մակրոնի դիրքերը թուլանալը որևէ ձևով չի բխում աշխարհի շահերից։ Այն, որ երկրի ներսում կարան խնդիրներ լինեն, դա ակնհայտ է։ Այն, որ այդ խնդիրները այն աշճանի չեն լուծում, որ ծայրահեղ աջերը գլուխ են բարձրացնում, դա էլ է հասկանալի ինչի։ Բայց եւ միևնույն ժամանակ ստացվում է այնպես, որ եթե չի հաջողվում նորմալ կառավարություն ձևավորել, արդյունքում շատ քիչ էր պակասում ընդդիմադիրներին Էմանուել Մակրոնի, որ վարչապետ իրանք դնեին եւ գործնականում նախագահն այլևս որևէ բան նորմալ անել չէր կարող։ Այդ պարագայում ինչ է ստացվում։ Կառավարությունը բերում է իր ծրագրերը, նախագահն չի անցկացնում, եթե գտնում է, որ դա ճիշտ չի իր պատկերացմամբ, նախագահն բերում է, խորհրդարանը չի անցկացնում, որովհետեւ մեծամասնություն ունեն։ Այս վիճակը չի հիմա, բայց միևնույնն է բավական անկայուն վիճակ է, որի պարագայում չի հաջողվում նորմալ կառավարություն ձևավորել։ Այս արդեն 28 օր հազիվ տևեց, 28-րդ օր, արդեն 27 օր իրականում, եթե ասենք ու հրաժարական տվեց այս վարչապետը։ Իդեպ այդ ճգնաժամային իրավիճակը նաև գալիս է, որ այդքան էլ հակակշիռների փոխզսպումների մեխանիզմները Ֆրանսիայի սահմանադրության մեջ նորմալ արտահայտված չեն, կարող է մի քիչ զարմանալի լինի, որ ասում ենք, հա, Ֆրանսիան եկես Ֆրանսիայի սահմանադրության։ Մեր մոտ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը 95 թվականին, որ սահմանադրությունը ընդունվում էր, իրանք դες ոգևորված էին ֆրանսիական մոդելով, մտածում են, հա, ֆրանսիական առաջավոր մոդելը վերցնենք, շատ կարևոր կլինի, ուղղակի մի բան հաշվի չէին առնում, որ Ֆրանսիայի սահմանադրությունը ընդունվել է 1958 թվականին, 50 տարի հետո մի որոշ փոփոխություններ են արել 2008 թվականին, բայց 58 թվականը դա երբ էր։ 58 թվականը այն ժամանակներն էր, որ արդեն հիմքը դնում էին 5-րդ հանրապետության, որից հետո եղավ նախագահական ընտրություններ եւ մի 10 տարով նախագահ դարձավ Շարլ դե Գոլը։ Այսինքն Շարլ դե Գոլի հեղինակությունն ու ազդեցությունն այնքան մեծ էր, որ այդ հարցերը սահմանադրությամբ չէր կարգավորվում, այլ այդ անձի հեղինակության ու կշռի հաշվին։ Այդ իսկ պատճառով այդպիսի խիստ անձնավորված իրավիճակ ունի Ֆրանսիայի սահմանադրությունը, նաև իհարկե փոփոխություններով փորձեցին մի քիչ դա կարգավորել, բայց հիմա տեսնում եք այդ խնդիրները այնուամենայնիվ առաջանում է։ Եվ մենք ուղղակի շատ կցանկանանք, որ իրանք լուծումը գտնեն, նույնիսկ առաջարկներ ա լինում, որ Մակրոնը հրաժարական տա կամ խորհրդարանը արձակելու տարբերակով գնան, միևնույնն է, մինչև 2027 թվական Մակրոնի ժամկետը կա պաշտոնավարման, եթե իր դիրքերը չթուլանան, շատ ավելի կարևոր բաներ կանելու, մանավանդ ուկրաինական պատերազմի հետ կապված, շատ միասնական ձևով Ամերիկայի հետ համագործակցության տարբերակում կարողացան եվրոպական տեսակետ ձևավորեն, շատ պինդ կանգնելով Ուկրաինայի թիկունքին գնացին հանդիպեցին նաև Տրամպի հետ եւ կարողացան համոզել, որ Դոնալդ Տրամպը
պատկերացնի որպես միասնական արևմուտք, հավաքական արևմուտք, ոչ թե անընդհատ մտածեն մենք ինչ գործ ունենք օվկիանոսի ծայնկում հարցերի հետ։ Ամեն դեպքում ուշադրությամբ մենք կհետևենք Ֆրանսիայի իրավիճակին, շատ կուզենանք, որ այնուամենայնիվ Էմանուել Մակրոնին հաջողվի գոնե ձևավորի այնպիսի կառավարություն, որ մի քիչ երկար կյանք ունենա, այդ ընթացքում հասցնեն իրանց ծրագրերը կյանքի կոչեն։ Իսկ դրա մեջ ավելի շատ մենք ենք շահագրված, մենք նայում ենք Մակրոնից ակնկալում ենք արտաքին քաղաքական հարցերով։ Իսկ ժողովուրդը իր դժգոհությունները արդարացի արտահայտում է, հատկապես միգրանտների հետ կապված շատ լուրջ պրոբլեմա թե Ֆրանսիայում, թե Գերմանիայում, թե Մեծ Բրիտանիայում, հատկապես այդ երկրում ավելի ծանրանալով, որ ինչքան երկրները բարեկեցիկ են, այնքան այդտեղ ավելի մեծ ճնշում կա, որ կարողանան գնան այդտեղ ապրեն, որովհետև կյանքը ավելի թանկ է, բայց եւ միևնույն ժամանակ աշխատավարձներն բարձր, այսինքն որոշակի աշխատանք կա, որ կարողանում են այդտեղ ունենալ եւ աշխատել։ Եվ դրա համար ճնշումը շատ ավելի մեծ է իշխանությունների վրա։ Իսկ հիմա նայենք Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը գրել է. Եվրոպական քաղաքները պատվել են անհայտ թռչող, անօդաչու թռչող սարքերի համաճարակով։ Անօդաչու թռչող սարքերը ամենուր են, ռազմական բազաների մոտ, օդանավակայաններում, դաշտերում եւ քաղաքների վերևում։ Թե ում են պատկանում դրանք անհայտ է։ Գլխավորն այն է, որ նեղ մտածողությամբ եվրոպացիներն անմիջականորեն զգան պատերազմի վտանգները։ Համասում են, որ դա մերը չի, իդեպ Պեսկովն էլ ասեց, նախագահի մամլոխոսնակը Ռուսաստանի, որ դա մերը չի, հերքում են, բայց Դմիտրի Մեդվեդևը այնպես է ներկայացնում, որ այ հիմա դուք կտեսնեք վտանգը, որ խելքների հետ գլուխների հետ կգա, միանգամից հետքը տանում է դեպի իրանց ուղղությամբ։ Որպեսզի նրանք վախենան եւ դողան, ինչպես հոտի համը կենդանիները, որոնք քշվում են մորթվելու, որպեսզի նրանք վախից կեղեքվեն, կանխատեսելով իրենց անխուսափելի եւ ցավոտ վախճանը։ Այս մարդը, չգիտեմ, խմած վախտա պոետ, թե լուրջ վախտա դառնում պոետ դառնից, բայց ինչ հասում, այս ինչ մորթել, այս ինչ բաներ, ի վերջո պետական պաշտոն է էս էլի։ Գուցե այդ ժամանակ նրանք հասկանան, թե ինչ է պատերազմը, եւ նրանք կփոկեն իրենց սեփական խենթերի գլուխները, ինչպիսիք են Մերցն ու Մակրոնը, որոնք արյունահեղությունից փող ու քաղաքական միավորներ են վաստակում, գրել է Մեդվեդևը։ Եթե այդքանը Մեդվեդևը հասկանում է, որ պատերազմը կարող է ձեր դաշտ գա, թող հասկանան, թե ինչ է կատարվում, բա դուք չհասկացաք, որ ուկրաինական պատերազմը արդեն ձեր դաշտ է եկել, բա չհասկացաք, որ ձեր դաշտին հարվածներ են հասցնում։ Չեք տեսնում, որ արդեն սնունդ է պակասում, չեք տեսնում, որ արդեն գումարներ է պակասում, որ եկող տարի արդեն ավելացած արժեքի հարկն է բարձրացվելու, որ բենզինի խնդիր ունեք, գործարաններ են փակվում, ստիպված են ելում աշխատաժամանակը կրճատեն, որովհետև չունեն հնարավորություն այդ մարդկանց աշխատանքով ամբողջական ծավալով ապահովել։ Խնդիրների պատճառով հսկայական թվով գործարաններ փակվում են, նորություն է դա, նավթի գինն է անգնում, գազի գինն է անգնում, իրացման շուկա չունեն։ Այս ամեն ինչը բա ձեզ չի վերաբերվում, ուրիշին եք ասում, այ հիմա դուք կտեսնեք, այդ նույն դրոնները բա դուք չեք տեսնում։ Այդ դրոնները, որը Եվրոպայում եղել է, այդ դրոնները Եվրոպային հարված չեն հասցրել, ուղղակի վտանգ են առաջացրել։ Բա ձեր մոտ առարկայական հարված են հասցնում, բա դա ինչի եք անում։ Ուզում եք օրինակ ծառայեք աշխարհին։ Ծնունդները եթե նայեք վիճակագրությամբ, տղաներն ավելի շատ են ծնվում, քան աղջիկները Ռուսաստանում։ Բայց տարիների ընթացքում շեշտակի պակասում է տղամարդկանց թիվը։ Վերարտադրողական տարիքի տղամարդկանց թիվն է պակասում։ Նախ խմում են եւ դրա հետևանքներով կարող են շատ իրանց լուրջ վնասներ հասցնել, բացի դրանից կարող են նաեւ առողջական խնդիրներ ունենալ եւ շատ լուրջ խնդրի առաջ են կանգնած։ Տարբերությունը շեշտակի է։ Եվ ինչ է անում իշխանությունը, տղամարդկանց տանում է կոտորում Ուկրաինայում, բայց պետք է անի։ Հարցը այդպես է լուծում։ Տղամարդիկ եթե քիչ են, ուրեմն ավելի քիչ պետք է լինեն։ Էսա ձեր հարացը։ Ուրիշներին եք խեք ցույց տալիս։ Հիմա դուք չեք տեսնում ձեր երկրում ինչա կատարվում։ Ինչի կավա ձեր կանեք պարապ նստած սպասում են, հա։ Պակասող տղամարդկանց սպասում են։ Ումով են լրացնում, չգիտեք։ Կենտրոնական Ասիայի
երկրներից եկած աշխատանքային միգրանտներով, հարավային Կովկասից գնացած, իսկ հիմա արդեն մոդայեն չինացիները։ Էլ չեմ խոսում, որ դուրս են գալի երկրից, որպեսզի ամուսնության նպատակով որևէ տեղ ամուսնանան ու այդ երկրներում մնան, որովհետև իր երկրում հնարավոր չի այդ հարցը լուծել։ Այսինքն պատերազմի պատճառով տղամարդիկ փախնում են երկրից, պատերազմի պատճառով տղամարդկանց տանում եք Ուկրաինայում կոտորում եք, կանանց թիվը ավելանում է, կանայք դա համալրում են կամ աշխատանքային միգրանտներով, կամ էլ թե չէ իրանք են գնում ուրիշ երկրներ, որ ամուսնանան երկրից դուրս են գալիս։ Էսա ձեր արած հեռանկարային ծրագիրը, այս խելքով էլ ուզում եք Հայաստանը վերահսկեք։ Լավ մի հատ ձեզ վերահսկեք, նայենք ձևը սովորենք, էլի։ Իսկ ինչ է, այդ թվերը դուք չեք տեսնում։ Այդ ահագնացող, այդ տագնապալի թվերը չեք տեսնում։ Իսկ հիմա այսպիսի ապուշ արտահայտության, որ Մեդվեդևն անում է, Եվրոպան առիթ է գտնում զինվելու։ Արդեն Գերմանիայից էլ կարծիքներ են հնչում, որ պետք է մենք դրոնների արտադրությանը զարկ տանք։ Բա Ուկրաինան նրա զարկ է տվել, էլի։ Սովորեք ձևը, օգնեք արտադրեն իրանց համար, օգնեք արտադրեն նաև ձեզ համար։ Բա դա են ասում, բա մարտական իրավիճակում պայմաններում դա օգտագործում են։ Իսկ հիմա տեսնենք արձագանքները Եվրոպայից։ Իսա խնդիր է մեզ համար, որովհետև անխուսափելի է դառնում հավաքական արևմուտքի եւ Ռուսաստանի բախումը։ Եվ անխուսափելի է դառնում, որ մենք ճիշտ ընտրություն կատարենք։ Այլապես կմնանք փլատակների տակ։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կոչ է արել հանգստություն պահպանել գերմանական օդանավակայանների վրայով անօդաչու թռչող սարքերի դիտարկումների մասին հաղորդագրություններից հետո, ընդգծելով, որ նման միջադեպերը ամենայն հավանականությամբ կապված են վախի եւ անորոշության մթնոլորտ ստեղծելուն ուղղված հոգեբանական գործողությունների հետ։ Նույնիսկ եթե դա այդպես է, հասարակությունը մտածում է զինվելու մասին։ Ավելի լավ առիթ, քան երկու անշարժ դրոն կան, որի պատճառով իրանք մտածեն ռազմական ծախսերը ավելացնեն եւ դրոնների արտադրությունն ավելացնեն, մանավանդ տեսնում են, որ Ռուսաստանի հետ հարվածների ժամանակ ինչպիսի արդյունավետությամբ է Ուկրաինան օգտագործում, ինչա Ռուսաստանը դրոն չունի։ Լա Ուկրաինան ինչ մակերեսի վրա է խփում, Ռուսաստանը ավելի փոքր մակերեսի վրա։ Տարբեր տեղերից խփում ավելի փոքր։ Ուկրաինան մի տեղից խփում է տարբեր ուղղություններով։ Բայց Ուկրաինան ավելի արդյունավետ հարվածներ է հասցնում։ Իսկ հիմա դրա համար այդ նույն հարցի հետ կապված Պիստորիուսը խոսքով Ռուսաստանը նման գործողություններն օգտագործում է ապակայունացման համար եւ նպատակը ոչ այնքան ֆիզիկական վնաս հասցնելն է, որքան Գերմանիայի հասարակական տրամադրությունների վրա ազդելը։ Խոսքը սադրանքի մասին է, վախ ստեղծելու, հանրությանը շփոթեցնելու, կասկած սերմանելու եւ ավելորդ բանավեճեր հրահրելու փորձի մասին, ասել է Պիստորիուսը։ Նախարարը շեշտել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ լավ գիտի Գերմանիան։ Նրա մտածելակերպը, թույլ կողմերը եւ հասարակության ռեֆլեքսները։ Նա հասկանում է, թե որ թեմաներն են մեզ անհանգստացնում, թե որ զգացմունքներին կարելի է դիպչել իրավիճակը ապակայունացնելու համար, եւ նա օգտվում է դրանից, ասել է Պիստորիուսը։ Նախարարի խոսքով Գերմանիան չպետք է տրվի նման հոգեբանական մանիպուլյացիաներին եւ պետք է մնա սառնասիրտ եւ զուսպ։ Իհարկե շատ զարմացած եմ, որ Բորիս Պիստորիուսի նման փորձառու մարդը այսպիսի գնահատականներ է տալիս, որ Վլադիմիր Պուտինը պատկերացում ունի Գերմանիայում ինչա կատարվում։ Հալավ ենթադրենք Գերմանիայում աշխատել է, քանի տարի առաջ։ Այդքանը բավարար է, որ դուք մտածեք, որ Վլադիմիր Պուտինը լավ տիրապետում է էնել հոգեբանական մթնոլորտին այդ պետության, այդ ժողովրդի, որ իմանա այդ ժողովրդի վրա ոնց ազդի։ Ժողովուրդ ջան, Վլադիմիր Պուտինը չի տիրապետում, թե Ռուսաստանում ինչա կատարվում։ Դուք էլի մնացել եք, ձեզ համար հորինել եք մի հատ Պուտին, որից վախենում եք։ Եթե Ռուսաստանի նախագահ հատուկ ծառայությունները գային նրան ասեին, որ Ուկրաինա մտար 4 տարին ելնի չես հաղթելու։ Բա ոնց էր ասում 3 օրում հաղթելու եմ։ Բա իր հատուկ ծառայություններն ինչ էին իրան զեկուցել։
որ իր բանակը ամենահզորն է, որ Ուկրաինան չի դիմանա հաշված օրեր, որ աղոհացով իրան դիմավորելու են, ռուսական կողմնորոշում ունեցողներն ու ազգությամբ ռուսները, այս ամեն ինչը Վլադիմիր Պուտինի չիմացության արդյունքը չի։ Այնպես որ ձեր ժողովրդին իզուր մի եթե վախացնում եք նրա համար, որ նրանք հաշտվեն այդ մտքի հետ ռազմական ծախսերը ավելացնելու, լավ եք անում, բայց մեզ պետք չի համոզել, որ Վլադիմիր Պուտինը տիրապետում է իրավիճակին։ Նա Ուկրաինայի դեմ պատերազմից առաջ 14 թվականին, որ նրանց հեշտությամբ մտան, ինքը դեռ 14 թվականի գծի վրա էր մնացել, չէր աճե բացարձակ, որ իրան ասեին 14 թիվը 22 թվականից էականորեն տարբերվում է, նա սկի այդքանը չգիտեր։ Իսկ որ իր երկրի հետ կապված sense վիճակ կլինի, սկի էդ էլ չգիտեր, որ իր բանակը լավ փչած բանակ է, որ իրականում ինչ տեխնիկա հանում ես, պահեստից տենում ես սկի տեղից, չի շարժվում։ Այդ ամեն ինչի իրական վիճակը նոր իմացավ, չէ՞, Հազիվսկի հիմա ամբողջական չի իմացել։ Ուրա մնացել թե Գերմանիայում իմանա ինչա կատարում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դե արդեն առիթ չի դի բաց թողեն, որ մենք ենթադրում ենք, որ այս անօթաչու թռչող սարքերի թռիչքների մեծ մասի հետևում կանգնած է Ռուսաստանը։ Նախ եւ առաջ կարող եմ հանգստացնել հանրությանը, մինչ օրս մենք չենք ունեցել զինված անօթաչու թռչող սարքերի կիրառման հետ կապված որևէ միջադեպ կամ վթար։ Եղել են միայն լրտեսության փորձեր եւ նա հանրությանը տագնապի մատնելու փորձերը, ասել է Մերցը։ Իհարկե նաև չեն բացառել, որ կարող է նաև անհատ մարդիկ էլ է դրոնները բաց թողեն, բայց ինչի՞ պետք է իրանք առիթը բաց թողեն Ռուսաստանին մեղադրելու համար։ Մենք հետաքննում ենք այս միջադեպերը անկախ նայից, թե ով է կանգնած դրանց հետևում։ Սա լուրջ սպառնալիք է մեր անվտանգությանը, հավելել է Մերցը։ Իսկ հիմա նայենք Վրաստանի հետ կապված, այս պատկերացնում ենք աշխարհաքաղաքական այդ կարևոր իրադարձության հետ կապված ուկրաինական պատերազմի վերաբերմունքը ինչպես է փոխվում, նաև Դոնալդ Տրամփի վերաբերմունքը ամենօրյա ռեժիմով ներկայացնում ենք, որ պատկերացնենք, որ իսկապես գալու են կանգնեն լուրջ խնդիրների առաջ։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը դա չի կարող այս իրավիճակից դուրս գալ, որտեղ իր տնտեսությունը շատ ծանր հարվածներ է ստանում։ Ում է խաբում, որ տեսեք բան չի մնացել, մի քիչ էլ առաջ գանք, ինչքան առաջ գաս։ Հասել էր Կիև էլի 22 թվին։ Բա ինչ է Իրանում, որ հանկարծակի էր բերել, արևմուտքը դեռ չէր համախմբվել Ուկրաինայի թիկունքին կանգնելու, մինչև տեխնիկա տվեցին, մինչև նրանք մարզվեցին, մինչև են արեցին։ Ում դեմ կռվելուց խայտառակ փախակ Կիևի մատույցներից։ Ուկրաինական բանակի, որը մենակ էր։ Հիմա դուք որ մի կիլոմետր առաջ գնացիք, ինչ եք անելու։ Իսկ հիմա նայենք, Վրաստանի հետ կապված սա լուրջ խնդիր է, որովհետև Վրաստանը կոշտ ձևով մնացել է ռուսական ազդեցության տակ, մի բան, որ մեզ համար շատ ցավալի է, որովհետև նա մեր դարպասն է դեպի Եվրոպա, բայց այս պարագայում նույնիսկ պետության հերը կանիցեն, բայց ռուսական գծից չեն շարժվի, սա նաև նրա համար է, որ ռուսական գիծ պահողները չեն կարող իրանց սեփական պետության շահերի մասին մտածել։ Նույնիսկ երբ որ Վրաստանը այդքան քայլերով առաջ է Հայաստանից։ Նույնիսկ երբ որ սահմանադրությամբ իրանք որոշումներ են կայացրել հանրակրվեն արեն ՆԱՏՕ գնալու եւ այլ եւ այլ։ Նույնիսկ երբ որ արդեն դարձել են տեխնացու պետություն եւ ընդամենը 5 տարի հետո իրանք հնարավորություն ունեին դառնալ Եվրամիության անդամ։ Իսկ այս պարագայում իրանք մեղադրում են Եվրոպային, թե տեսեք մեր մոտ հեղաշրջում են ուզում անեն, կազմակերպում են հեղաշրջում անեն եւ այլ եւ այլ։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է. Եվրամիությունը կտրականապես մերժում եւ դատապարտում է Վրաստանում Եվրամիության դերի վերաբերյալ ապատեղեկատվությունը եւ դատապարտում է Եվրամիության դեսպանի նկատմամբ անձնական հարձակումները։ Ավելի վաղ Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլին հայտարարել էր, որ արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից կազմված ուժերը կոչ էին արել Վրաստանի քաղաքացիներին տապալել իշխանությունը։ Նախագահը նշել էր, որ դա անպատիժ չի մնա։
իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ մեղադրել էր Թբիլիսիում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկուն։ Հիմա ընդգծված ձևով Վրաստանը վատացնում է հարաբերությունը Եվրոպայի հետ, բայց նորից Մոլդովայի տարբերակով որ խոսում ենք, ասում ապշելու բան է, էլի, լավ, ինչքան ուզում այնտեղ ռուս բնակչություն մտցրածելն են Մոլդովա, էլի ռուսները, բայց միևնույնն է դուք ոնց եք քվեարկում, այ մի ոտ մնացել է արդեն մտնում եք Եվրամիություն, ոնց եք դուք քվեարկում մնաք Ռուսաստանի ազդեցության տակ, այն դեպքում մաքուր եվրոպական պետություն է, Վրաստանը, որ մեզանից այդքան քայլ առաջ է, Վրաստանը, որ հապկիչ ժամանակին դուրս է եկել, Վրաստանը դարձել է ՈՒԱՄ-ի անդամ, Վրաստանը ԵԱՏՄ անդամ չի դարձել, ու նա ընդգծված ձևով ասոցիացման համաձայնագիրը 13 թվականին ստորագրելուց հետո բռնեց այդ ճանապարհը։ 2008 թվականին հարակվե արվեց ՆԱՏՕ-ին միանալու 77% ձայն տվեց ՆԱՏՕ-ի անդամակցությանը ժողովուրդը։ Ու ի վերջո իրանք ուղիղ թեկուզ ծովով սահման ունեն Եվրոպայի հետ, մեր վիճակի մեջ չեն։ Ինչը կարող է ստիպի, որ այս ձևի, այսինքն Ռուսաստանի տակ մտնելը այլևս դու չես կարող քո պետության շահերի մասին մտածես, որովհետև դա լրիվ բիզնես է։ Իվանիշվիլու բիզնեսն է Ռուսաստանի հետ։ Բանավոդա չի կարող զոհաբերի հանուն Վրաստանի, ժողովուրդ ջան։ Այս ամեն ինչը պետք է նայել, որտեղ նույն խնդրումը մենք ենք ունենալու։ Եթե մեր դեպքում ասում են, դե լավ, դե մեր սահմանն ուղիղ չի, Վրաստանը որ շեղվեց, մենք ինչ ենք անելու։ Մենք ասում ենք, մեջ մեկը ուշ թե շուտ Վրաստանը գնալու է այդ ճանապարհով։ Բայց նույնիսկ էլի այդ դեպքում մեզ ասում են, բա Վրաստանը մեզանից առաջ է, դե մա տեսնենք ինչ է անում։ Բա Վրաստանը արդեն ինքը մեզանից կախված չի, ինքը ուղիղ կարող է գնալ, չէ։ Վրաստանի դեպքում չի արդարացվում, այդքան քայլ անելուց հետո, վիզաների ազատականացումից հետո։ Իսկ հիմա նայենք Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննադատել է Եվրոպայի դիրքորոշումը Գազայի պատերազմի հարցում, ինչպես նաև Եվրամիության հրադադարի պայմանագրի մշակման գործընթացից գործնականում դուրս մնալը։ Նեթանյահուն հայտարարել է, որ Եվրոպան չի մասնակցել Իսրայելի և Համասի միջև հրադադարի ծրագրի մշակմանը, քանի որ զիջել է պաղեստինյան ահաբեկչությանը և ռադիկալ իսլամիստական փոքրամասնություններին։ Հետևաբար Եվրոպան ըստ էության արդեն կորցրել է իր նշանակությունը, ցույց տալով մեծ թուլություն, նշել է Նեթանյահուն։ Նեթանյահուն հավելել է, որ մշտական կապի մեջ է եվրոպական կառավարությունների հետ և հույս ունի, որ Եվրոպան կփոխի իր կուրսը, կվերանայի իրավիճակը ոչ միայն հանուն Իսրայելի, այլ նաև հանուն իր սեփական շահերի։ Այն որ այս հարցում, ասենք, Նեթանյահուն մեղադրում է Եվրոպային, նախ Նեթանյահուն այնպիսի ագրեսիվ քայլեր է անում Գազայում, որ մի քիչ դժվար է պատկերացնել, որ ինքն է հենց Եվրոպային մեղադրողը։ Բայց հարցը նաև ուրիշ է։ Նաև ինչ-որ միտեղ, եթե մեղադրում է, դա էլ է բխում մեր շահերից, ինչի համար, որ Եվրոպան պետք է մի հատ մտածի, այսինքն այդքան իրան թույլ եք պատկերացնում Եվրոպային։ Թող մի քիչ թասուբին են, ինչ է եղել որ։ Ժորժ ջան, ես չգիտեմ, տարբեր տեղերից Եվրոպային ասում են, որ դու թույլ ես, ես եւ այլ, ու չգիտես ինչի մոռանում են, որ երկու համաշխարհային պատերազմը Եվրոպայից է սկսվել։ Ու Եվրոպայի այնպիսի ազդեցիկ դերակատարներ աշխարհակալ մարդիկ, որ ունեցել է Եվրոպան, այդ որ ով է ունեցել։ Այդ այն Եվրոպան չէր, որ ամերիկան գաղութներ Եվրոպայի։ Էս ինչ է պատահել։ Մինչև Կանադա, մինչև Ամերիկա, այդ չեմ ասում ամբողջ Լատինական Ամերիկան, այդ բոլորը Եվրոպայից չեն գնացել։ Այդ որ տենց հավեսի եք գցում, որ ոտի կանգնեն, հետո դեմը առնելու եք։ Մակեդոնացի ունեցող, Հորացիո Նելսոն ունեցող, Արտուր Վելինգտոն ունեցող, Նապոլեոն Բոնապարտ ունեցող, то Հիտլեր ունեցող, թեկուզ բացական կերպար, բայց աշխարհակալ հակումներ ունեցող, Բենիտո Մուսոլինի, ինչ եք ուզում, որ անընդհատ ուզում եք բզբզացալ մեկ, ժողովուրդ ջան։ Իհարկե մենք ուզում ենք, որ Եվրոպան թասուբի ընկնի եւ զինվի, որտեղ մենք մեր անվտանգությունը նաեւ պայմանավորում ենք առաջի հերթին Եվրոպայի հետ։ Բայց չափից ավել բզբզել պետք չի, ժողովուրդ ջան, դա կարող է հակառակ ազդեցություն ունենալ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ինչ ասել։ Մենք կարող էինք հաղթել Վիետնամի ու Աֆղանստանի պատերազմներում, բայց քաղաքական կոռեկտություն էինք անում։ Այլևս այդպես չի լինելու։ Մենք միշտ հաղթելու ենք։ Այն որ Դոնալդ Թրամփը ուզում է միշտ հաղթի, վայ շատ ուրախ եմ։ Շատ ավելի ուրախ, քան ինքը։ Որտեղ այն ինչքան որ ինքը հարված հասցրեց Ամերիկայի հեղինակությանը, մենք պետք է մեկուսանանք, Ամերիկայով մտածենք, մեր հարկերը պակասացնենք, էս անենք, ինչի պիտի զենք ծախսենք, այդ բոլորը գիտեք, այն ամբողջ մի տարի այդ թեման էր շրջանառվում։ Այդ որ այո, պետք է Ամերիկան հաղթելու մասին մտածի, միանշանակ։ Առավել ևս աչքի առաջ հենց պետք է նայի ուկրաինական պատերազմի օրինակը, որ հենց Ամերիկայից է կախված, թե ինչ տեղի կունենա։ Որ Ամերիկան արդեն տեսնում է Ռուսաստանի վիճակը, ինչ խայտառակ վիճակ է Ռուսաստանի տնտեսության վիճակը, ինչպիսի հարվածներ է ուտում Ուկրաինայի կողմից, ինչ է անում, կարողանում այդ դրոնների դեմ առնի, ինքը դրա փոխարեն կոնտր հարված է հասցնում, հետո Բաքու տնտեսությանը վիճակը նայում ես, երկրի ներսում առաջացող կենտրոնախույս ուժերը տեսնում ես ինչ է կատարվում։ Գնում ես խորհրդային միության ճանապարհով, ուզում ես խորհրդային միությունը վերականգնես, մինչև խորհրդային միությունը չես վերականգնի, բայց խորհրդային միության օրինակով Ռուսաստանը կքանդես։ Չի պահվի այդ երկիրը, ժողովուրդ ջան, բարդ է այդքան հասկանալը։ Մոբիլ չի, կենսունակ չի այդ պետությունը, այդ տարածքով ու այդ բնակչությամբ, այդ զարգացվածության մակարդակով իր տնտեսության։ Իսկ հիմա երբ որ Դոնալդ Թրամփը ասում է բանի հետ կապված, հաղթելու հետ կապված, օրինակը բերեմ է Վիետնամ եւ Աֆղանստան։ Նախ այդ որ կոռեկտությունից է խոսում, կուզենայի մի քիչ ինքը պատմությանը ծանոթանար։ 1955 թվականից մինչև 75 թվական Վիետնամում կռվում էին։ Մեկը հարցնի, այդ ինչի համար եք կռվում։ Այդ ինչի եք ձեզ կոտորում Վիետնամում։ Ինչ շարժումներ առաջացավ Միացյալ Նահանգներում ընդդեմ վիետնամական պատերազմի, երիտասարդների շարժումներ, հատուկ արվեստի ուղղություններ առաջացավ, երիտասարդները զարգացրեցին դա բողոքի, շարժումներ բողոքի, որ իմաստ չունի կանոնացրեք այդ պատերազմը։ Առաջացավ վիետնամական սինդրոմ, որովհետև քաղաքական սխալ հաշվարկի պատճառով մտան պատերազմի մեջ, պատերազմը դադարեցրեցին, այդ կռվող տղեկին, պինդ տղեկին եկան հետ, ում տեսնում են ջարդում քշրում էին, որովհետև իրանք պարտված չէին։ Քաղաքական ղեկավարությունը իրանց տարավ պարտության։ Իրանք չէին հաշտվում այդ պարտության հետ։ Խաղաղ պայմաններում չէին կարողանում հաշտվել այդ մտքի հետ։ Բայց հարց, այդ կոռեկտությունը, որ ասում եք, ընդհուպ մինչև քիմիական զենք Վիետնամում օգտագործել է Ամերիկան։ Կարող ենք մենք դրա մասին չխոսել, բայց դա պատմական փաստ է, չէ՞։ Էլ դրա ոչ կոռեկտը ո՞րն էր։ Ուղղակի այդ պատերազմը անիմաստ էր, էդ է։ Իսկ եթե Վիետնամն ու Աֆղանստանն է ասում Դոնալդ Թրամփը, բայց Աֆղանստանի պատերազմը ինչ գործ ունեի 2001 թվականին։ Վիետնամի պատերազմը վերջացավ 75 թվականին, կոնգրեսը որոշում կայացրեց այլևս չաջակցի նաև Կամբոջային, որի արդյունքում իրանք հետ քաշվեցին, մոտ 3 միլիոն մարդ սպանեցին, Պոլ Պոտն ու Յանգ Սարին, կարմիր քխմերները, հենց Ամերիկայի հետ քաշվելուց հետո, որտեղ ընդեղ էլ էին վերահսկողություն ցանկանում ունենալ, էլի նորից կիսատ պռած ստացվեց, բայց երբ որ դրանից հետո ասում ենք 75 թվական, ինչ արեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպեսզի այդ խայտառակությունը հասարակությունը մոռանա, աշխարհը մոռանա։ Ասեցին, որ հիմա մտնում ենք Աֆղանստան։ Ցանկացած տրամաբանություն ունեցող մարդ, նայր Վիետնամի չափը, Կամբոջայի չափը, ընդեղի պարտությունը դուրս գալը ու Աֆղանստանի չափն ու Աֆղանստանի բարդ ռելիեֆը ընդեղ կռվելու, որևէ լուրջ մարդ դրան չէր հավատա։ Բայց պարտվելով պատերազմի դաշտում, Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը շատ հետաքրքիր բան արեց։ Ասեց հիմա մտնում ենք Աֆղանստան։
Խորհրդային Միությունը ասեց շուտ մտնենք, քանի Ամերիկան չի մտել։ Սարքեցին գլխին։ Եվ դա իմիջիալը Զբիգնև Բժեզինսկին երջանկացած պատմում էր, թե ոնց սարքեցինք Հարիֆի գլխին, այսպես ասած, պարզ ասած։ Որ Խորհրդային Միությունը մտավ 79 թվականին, իսկ Բժեզինսկին ասում էր, դա լավ է։ Հիմա կգնան կպարտվեն եւ մեր պարտությունը Վիետնամի կմոռանան։ Աշխարհը ուշադրությունը կդարձնի Խորհրդային Միության խայտառակությանը։ Ով որ մեզ մեղադրում էր, բա գնացիք պարտվեցիք, հիմա կգնան իրանք կպարտվեն։ Բայց լավ, հասկացանք, Խորհրդային Միությունը պարտվեց, 10 տարի կռիվը տևեց, որից հետո երկրի հերն էլ անիծեցին, ռազմական ռելսերի վրա դրեցին, անիմաստ մի պատերազմ, բայց արդյունքում 15,000 զոհ էին տվել։ Այսօր միլիոնից ավել է։ Բայց նա Խորհրդային Միությունն էր 15,000, որը 284 միլիոն բնակիչ ուներ։ Այսօր Ռուսաստանը 140 թղթի վրա է գրած։ Պատերազմի արդյունքում ոչ միայն հաշվենք զոհվածները, այլ ինչքան մարդ երկրից դուրս եկավ, որ չէր ցանկանում կռվեր։ Բայց դրանից հետո նույն Բժեզինսկին դեռ ողջ էր, չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտավ Աֆղանստան։ Բա խորհուրդ էր տալիս մեր ուր եք մտնում։ 20 տարի գնացիք, ինչ արեցիք։ Այ որ կոռեկտության մասին է խոսքը Դոնալդ Տրամպը։ Եթե Դոնալդ Տրամպն ասի, որ այսուհետև մենք չենք մտնի այս կռվի մեջ, որից հաղթող դուրս չենք գա, ես միանշանակ կհասկանամ։ Ամերիկանեն պետությունը չի, որ պետք է մտնի պատերազմի մեջ ու պարտված դուրս գա։ Ուրեմն չպետք է մտնի պատերազմի մեջ։ Ուժերը պետք է այնպես հաշվի, որ իրա կշիռը այնքան է, որ ինքը չպետք է մտնի պատերազմի մեջ միտեղ, որտեղ կարող է պարտվի։ Էն էլ լա Ամերիկայի քաշն է, լա Վիետնամի։ Դու պատրաստ ես այդ ձևի կռիվ մղելու։ Այդ բաց դաշտի կռիվ չի։ Այդ ճահիճներ են, գետնի տակեր են, հազարու մի խնդիրներ են։ Դու նա որ չես բռնի, որ հաղթես։ Եվ այս պարագայում պետք չի մտածել, որ եթե կոռեկտ չլնեինք, կհաղթեինք, այլ պետք է մտածել, որ այդ պատերազմը արդարացված չէր, ոչ Վիետնամի, ոչ Աֆղանստանի։ Ու եթե դուք սարքեցիք Խորհրդային Միության գլխին ու տարակ պարտության անգամ երկիրը քանդելու, 89 թվականին զորքը դուրս եկավ, 91 թվականին Խորհրդային Միությունը փլուզվեց։ Ու այսօր հիմա ներքաշել եք Ուկրաինայում նույն ձևի պատերազմի մեջ։ Պետությունը դրել է ռազմական ռելսերի վրա։ Քայքայում է երկրի տնտեսությունը։ Բայց այդ պարագայում արդարացված չէ, դուք Խորհրդային Միության գլխին սարքեիք, հետո դուք մտնեիք Աֆղանստան։ Այնպես որ կուզենամ, որ Դոնալդ Տրամպը իր ամբողջ ուժերը կենտրոնացնի ուկրաինական պատերազմի վրա, որտեղ սպասելիքը Իրանից շատ մեծ է, որովհետև մենք տեսնում ենք այն զարգացումները, որը որ կա։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, ոնց է պատերազմը ավարտվելու, ինչ է ալնելու։ Ուկրաինան հանձնվելու է։ Այսինքն այն Ուկրաինա, որին անգամ Ամերիկան հրաժարվեց զենք տալ, բայց գնաց վիճեց անգամ Օվալաձև գրասենյակում։ Զելենսկին։ Դուք պատկերացնում եք, որ այդ ժողովուրդը պատրաստ է հանձնվի։ Իսկ պատերազմը ինչքան երկարեց Ռուսաստանի վնասը։ Ինչքան երկարեց մոբիլիզացվում է Եվրոպան։ Ինչքան երկարեց տեխնիկան զարգացնում են արտադրությունը։ Եվ լավ լուրջ մարզված բանակ ունեն ուկրաինացիները։ Ես չեմ ուզում կոնկրետ քրոնիկային անդրադառնալ, որովհետև երբեք չեմ անդրադառնում, ինչ իմաստով, որովհետև քաղաքական որոշում ես կայացնում պատերազմ սկսում, քաղաքական որոշում ես կայացնում պատերազմը դադարեցնում։ Այդ պատերազմը չարդարացված սխալ պատերազմ էր։ 100 տարով թշնամի դառնաս քո հարևանին, որին ասում էր իսլավոն եղբայրն է։ Ուզում էր կուլ տայր Ուկրաինային, որպեսզի Ուկրաինայի պատմությունը վերցներ քո վրա, որ այդ Կիևյան Ռուսիան մենք ենք, բայց իրականում պարզվեց, որ դու ինչ Կիևյան Ռուսիա, դու Մոսկովյան ես ընդամենը։ Իրական Ռուսաստանը Կիևն էր պահպանում այդ ամեն ինչը, դու չէիր։ Թաթարի տակ եք մոռացել եք։ Ոչ միայն չկարողացաք վերցնել Ուկրաինան պատմությունը վերցնեք ձեր վրա, այլ ձեր թաթարական պատմությունը ջրերես անեցիք։ Որն էր պատճառը։ Ուկրաինային ջախջախել, հիմա Ուկրաինայի բանակը Եվրոպայի ամենահզոր բանակն է։
ամենազինված, ամենամարտական պատրաստված, պատերազմի բովով անցած, էդ էիք ուզում, դրան գումարած այդքան էլ ՆԱՏՕ-ի անդամներ ավելացան սահմանը ինչքան երկարեց ՆԱՏՕ-ի, այդ չէր այդ պատերազմի արդյունքը, ամեն ինչ գնում է համաձայն պլանի, այս խելքով էլ ուզում են Հայաստանին իշխեն ժողովուրդ ջան, ու կապ չունի ում տեսքով, կլինի դա իշխանության թե ռուսամետ ուժերի, ժողովուրդ ջան, դուք չեք նայում այս աշխարհում ինչ է կատարում, ուր կարող է մեզ տանեն դրանով, ու վատը նա է, որ մեր մոտ adekvat իրավիճակ չի ժողովուրդ ջան, բանավեճը, քննարկումները, այս ամեն ինչը բոլորը մնացել է այս երկու թևի կռվի մեջ, որ երկու թևները Ռուսաստանի համար են քայլեր անում։ Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ վերջերս մոդա է անգ, եթե մի բան չունի ասելու, գոնե մի ձևով իր տեղը հիշեցնում է։ Պաշտոնական իր ալիքը Facebook-յան, իր էջը, որը 1.100.000-ից ավել հետևորդ ունի, պաշտոնականի նշանը դրած, ծիտիկը, Facebook-ի կողմից ճանաչված։ Այս 3 օրա վրա գրում է, բարի լույս և լավ օր բոլորիդ, հաջորդ օրը, բարի լույս և մեկ է սրտիկ, չգիտես ինչ, հեծանիվ, այն գեր, երբ պետք է դու աճես, 7 տարի աշխատելուց հետո դեռ այս մակարդակին ես մնացել, հաջորդ օրն էլ, բարի լույս և լավ օր բոլորիդ։ Առավոտ քնից հանելու բարլուսի գործը, ինչքան գիտեմ, աքլորի գործն է։ Այս ինչը արդեն գերագույն գլխավոր աքլորի պաշտոն ունենք, առավոտ մի հատ ծուղրուղույով ժողովրդին ազդարարեն, որ բարլուսն եկել է, վեր կացեք, լավ օր ենք մաղթում ձեզ։ Այն գործով զբաղվի։ 7 տարի աշխատելուց հետո մի օր կարելի է հասկանալ ինչ ես աշխատում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը մի ժամկետ կարող է աշխատի, քանի նախագահը մի ժամկետ աշխատել։ Բայց հերիք չէ Ամերիկայի չափ պետության հարց կարող է լուծել, լա մի հատ է աշխարհի բեռը իր ուսերի վրա վերցնել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը եկող տարի արդեն էլ 8 տարի։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հաշվով 2 ժամկետ։ Պատկերացնեք 2 ժամկետում ինչ են ակնկալում աշխարհի խնդիրներից, իսկ Հայաստանի վարչապետը 2 ժամկետում դեռ մնացել է այս մակարդակին։ Բարլուս, հա, բարլուս։ Հետո ուրիշ ոնց է, երեխեքը ոնց են, հետո ինչ անենք։ Մենք այս ձևով ենք դեմն առնելու աշխարհի զարգացումների։ Այս ձևով ենք, այսինքն եթե բան չկա ասելու ինչա կատարում աշխարհում եւ որքանով է դա ազդում մեր վրա եւ ինչ կարող է տեղի ունենալ, ուղղակի սենց սիրուն, մի օր խորոված, մի օր էս, մի օր համեք, մի օր սենց, մի օր հրավառություն, մի օր չգիտես ինչ էր։ Մի օր բարև բարլուս, ժողովուրդ ջան, լավ եղեք, ամեն ինչ նորմալ է։ Այս Հայաստանը սենց է, իրական Հայաստանը սա է, սրա մասին պետք է մտածենք, այս նկարը պետք է նկարենք, այս պետք է անենք, այն պետք է անենք, Տեր Աստված ասում ես, լավ, երբ հաճելու։ Մի անգամ մեկը պետք է չասի, այս բեռի տակ որ մտել ես, դա քո ուսերի բան չի։ Հիմա գլուխ ջարդելով դուրից ես ուզում ընտրվես։ Ու ամենավատը, նորից պայքարը գնում է ռուսամետ ուժերի մեջ։ Իշխանություն եւ ռուսամետ ուժերը, որ հիմնական դերակատարությունը ստանձնեն ամբողջ հանրային տիրույթը իրանցով լցնեն։ Այսօր տարածում են, թե արտգործնախարարության մեջ Եվրոպա ինտեգրման վարչություն է բացում, հա, որ տեսեք, դե գնում ենք դեպի Եվրոպա։ Ընդհանրապես Եվրոպայի վարչությունից հանել ենք մի հատ առանձին կառուցվածք ստեղծել, այն էլ եթե ինտեգրացիայի մասին է խոսքը, ինտեգրացիան անդամակցություն չի։ Մենք հիմա էլ ենք ինտեգրվում։ Կարող եմ ինտեգրում բառի իմաստը չեք հասկանում։ Ինչի մենք մի Եվրոպայի հետ ինտեգրված չենք։ Մեր ինտեգրացիան չենք խորացնում։ Մենք խոսում ենք անդամակցություն։ Այդ է պահանջվում, եթե դա ուզում ես անես։ Եթե չես ուզում անես, գեղեցիկ ձևով տարածել ամբողջ համացանցը ողողել, որ Եվրոպայի ինտեգրացիայի վարչություն են բացում արտգործնախարարությունում համաձայն այսօրվա ստեղծված իրավիճակի։ Դա ոչ մի բան է, ժողովուրդ ջան։ Որոշում կայացնելու ցանկություն ունեք, թե չէ, չունեք, էլ պետք չի բան անել։
Եվ այն ժամանակ չունենք, երբ որ մենք տեսնում ենք աշխարհում ինչա կատարվում։ Այդ ժամանակ չունենք։ Եվ սա է, որ չի կարող մեզ չմտահոգի։ Չնայած ասում են, բայց ձեր ինչին է պետք հանգիստ ապրեք ձեզ համար, կերեք խմեք, ֆրֆրացեք, համերգ գնացեք, այնտեղ չեմ հասկանում ինչա կատարում ձեզ հետ։ Ես էլ եմ ուզում հասկանամ, թե ինչա կատարվում են մարդկանց հետ, ովքեր այսքան հանգիստ են, ժողովուրդ ջան։ Ես հասկանում եմ արգելված թմրանյութը կամաց պակասում է։ Ինչքան ստուգում են, այնքան պակասում է։ Հասկանում եմ, որ այդ ամբողջ թմրանյութը ժողովուրդը քաշում է, ժողովուրդ ջան, հասկանում եմ։ Բայց որ քաշում եք, պետք է օրենքով հանգիստ ելնեք, չէ՞։ Բան չեք, դուք հերիք չէ հանգիստ եք։ Մի հատ է վրթովում եք, թե ինչի ենք մենք անհանգիստ։ Բան չեք մի հատ ուզում մեզ տեղը դնեք։ Թողեք մենք մեզ համար անհանգիստ ֆրֆրանք, էլի։ Դուք ձեզ համար հանգիստ ֆրֆրացեք։ Սա շատ բարդ իրավիճակ է ու տեսեք մեր շուրջ ինչա կատարվում։ Թե Իսրայելի հետ կապված լարվածությունը Գազայում, Պաղեստին պետությունը, որ չի ցանկանում, որ ճանաչեն, արևմտյան շատ երկրներ ցանկանում են։ Թե այս խնդիրները, թե արևմուտք Ռուսաստան բախումները, թե մենք տեսնում ենք Մոլդովայի հետ կապված ինչ տեղի ունեցավ, որ Ռուսաստանը փորձում է ամեն գնով այնպես անի, որ իբր թե այդ ամեն ինչը կեղծվել է։ Որտեղ ինքը չի հաշտվում այդ մտքի հետ, որ կարա Մոլդովան կորցնի։ Վանը չի հաշտվելու այդ մտքի հետ, որ կարա Ռուսաստանը կորցնի, բայց Հայաստանը կորցնի ներողություն։ Բայց Մոլդովայի հետ կապված տեսակ ընտրությունը անցյալ տարի նախագահն ընտրվեց Եվրոպամետ Մայա Սանդուն։ Այս տարի, ինչպես տեսնում եք, հանրաքվեել արեցին Եվրոպա գնալու ընդունվեց։ Բայց մեր մոտ տեսեք ինչա կատարվում։ Ինչ մթնոլորտ է, այս ինչ կռիվներ է գնում։ Ու ոնց որ ցարցակ adekvat չլինեն աշխարհի զարգացումներին։ Դա համար ժողովուրդ ջան, արխիվում բնականաբար շատ ակտիվացնեն, որովհետև ընտրությունը ձեր ձայների կարիք ունեն, բայց ակտիվացնելը նաև որ քաղաքականապես ակտիվ լինել, ոչ թե ասել գնանք սրան ընդունենք, ընտրենք կամ սրան, ինչ գաղափարի, ինչ ծրագրի, ինչ ճանապարհին է վերաբերում դա։ Սա է շատ կարևոր։ Դե ինչ այսօր այսքան է, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։